Ահա, վերադարձանք տաղավար։ Հիշում եք, ամենասկզբում ասել էինք այսօր երկու հատված ենք ունենալու մեր հյուրերին տրամադրած եւ երկու հատվածներն էլ շատ հետաքրքիր թեմաներ են ունենալու, որոնց որ պետք է մանրամասն անդրադառնանք։ Դե առաջին մեր հատվածի հյուրերին ճանապարհեցինք, շատ հետաքրքիր նախագծեր էին նրանք էլ իրականացնում, իսկ հիմա երկրորդ հատվածի հյուրին շատ երկար ենք սպասել։ Շատ երկար ենք սպասել, որովհետև հենց այս թեմաների շուրջ մենք չէ, մենք ասում եմ դուք եք մեր հետ, ասում Մուրադ Արուսն էլա, դուք եք մեզ հետ, սիրելի հեռուստատողներ, որովհետև վստահ եմ, որ ձեզ նույնպես շատ հետաքրքրող հարցերի պատասխաններ շատ շուտով արդեն րոպեներ անց կունենաք եւ կլսեք մեր հյուրի կողմից։ Այո, մենք խոսելու ենք Երևանում ապօրինի շինությունների եւ դրանց ապամոնտաժման մասին եւ մեր տաղավարում է արդեն Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Փոխադարձ։ Դերևս սկսենք հենց մեր պատրաստած առաջին հարցից։ Արդյոք քաղաքապետարանն այս պահին ունի ամբողջական պատկեր, թե քանի ապօրինի շինություն կա Երևանում։ Այս հարցը շատ շատերին է հուզում, որ հասկանան դուք իրենց մասին գիտեք, թե չէ։ Ուրեմն ապօրինի շինությունները, այսինքն ինքնակամ կառուցված շինությունների վերաբերյալ հաշվառում որպես այդպեսին Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել, չի իրականացնում ներկայումս նաև, բայց աշխատանքային կարգով այո մենք տեղեկատվություն ունենք հաշվառված գույքերի վերաբերյալ, որը իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից, նամանավանդ այս վերջի ժամանակաշրջանում օրենքի փոփոխության արդյունքում, երբ որ ինքնակամ կառույցների օրինականացման հարցը պետք է քննարկվեր, կառավարության որոշման համաձայն պետք է նախապես գույքը հաշվառվեր, հաշվառումից հետո նոր արդեն ներկայացվեր քաղաքապետարան քննարկման։ Եվ այդ հաշվառման արդյունքում, այո, մենք կադաստրի կոմիտեից ստացել ենք տեղեկատվություն, թե քանի գույք կա հաշվառված։ Ես կա տենց թվերով ձեզ կներկայացնեմ, որպեսզի տենց մոտավորապես ավելի հստակ ու ստույգ լինի։ Ստույգ ինքը ուրեմն Երևան քաղաքում հաշվառվել է շուրջ 16000 ինքնակամ շինություն։ Ինքնակամ շինություն հասկանում ենք թե ավտոտնակներ, թե տներ, նայեք, թե գործող փոքրիկ բիզնեսներ, այո։ Այո, դրանք եւ անհատական շինություններ են, այսինքն առանձին որպես միավորներ, դրանք նաեւ կարող են լինել անհատական բնակելի տների, այսինքն սեփական տներում քաղաքացիների կողմից ինչ որ գծակառույցների իրականացման արդյունքում ինչ որ ինքնակամ շինություններ են, որոնք որ առաջացել են, դրանք էլ են հաշվառման ենթակա։ Այսինքն այս շուրջ 16000, որ ասում ենք, չեմ ուզում որ դա մենք պատկերացնենք, որ տենց 16000 միավոր շինություն է հաշվառվել Երևանում։ Չեմ բացառում, որ 16000 միավոր կա Երևանում, բայց հաշվառման գուցե ավելի շատ։ Միգուցե եւ ավելի շատ։ Ուղղակի այդ հաշվառման արդյունքում կադաստրում այդ թիվը արդեն Եթե հաշվի առնենք այդ 16000 միավորն էլ քանի ամեն մեկը մինիմում քանի քառակուսի մետր իրենից պարունակում, ապա վախենալու կարծում եմ թվաբանություն։ Դե իհարկե խնդիրը ինքը շատ լուրջ խնդիր է Երևանի համար, մասնավորապես Երևանի։ Որի ուղղությամբ հստակ արդեն գործողություններ են տարվում։ Այո, գործողություններ իրականացվում են, հսկողություն պարբերաբար իրականացվում է, պարբերաբար տարբեր լրատվամիջոցների, չգիտեմ, տարբեր առիթներով մենք փորձում ենք մեր համակարգացիներին տեղեկացնել դրանց իրականացման հետևանքների եւ չիրականացնելու պատճառները նաեւ, որպեսզի այս քաղաքը ի վերջո որոշակի նաև գա իր նախկին տեսքին։ Բայց իրականում հսկայական ծավալների մասին է խոսքը, հա, այս պարագայում եւ ինչ չափորոշիչներով եք առաջնորդվելու ապամոնտաժման առաջնահերթությունը տալիս։ Մենք նախորդ տարի, այսինքն 2025 թվականին բավականին մեծ քանակով ապամոնտաժումներ ենք ունեցել ինքնակամ կառույցների, դրանք իրականացվել են եւ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն եւ իրականացվել են առանց որոշման, այսինքն դա շինության կարգավիճակից բնույթից է գալի, թե գործողությունները ինչ իրավաչափություն պահանջող կամ ինչ իրավական ակտերի հիման վրա է պետք իրականացնել։ Ինչի հիման վրա է սկսվում այդ ինքնակամ կառույցների քանդումը,
վարչարարությունը սկսվում է կամ ինքնակամ շինությունների իրականացնողների դիմումների համաձայն, կամ անհրաժեշտություն կա, չգիտեմ, հանրության պահանջի հիման վրա, այսինքն դիմում բողոքների եւ ինչու՞ չէ նաեւ քաղաքապետանի նախաձեռնությամբ, այսինքն եթե մենք քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվում են երբ որ բարեկարգման ծրագրեր են իրականացում Երևան քաղաքում, բնականաբար քաղաքապետանը իր նախաձեռնությամբ նաեւ իրականացնում է այդ ապամոնտաժումները, իրականացնում ենք նաեւ սահմանազատված տարածքների բացազատումները, այսինքն տարածքները ազատում ենք այդ տարատեսակ իրերով ցանկապատած բաները, հայ բակային տարածքները եւ ինքնակամ շինությունները իրականացնողները, ովքեր որ դիմում են ներկայացնում քաղաքապետարան եւ խնդրում են այս գործող օրենքի շրջանակներում նաեւ իրենց գույքը օրինականացվի, այսինքն որը որ իրենց կողմից ինքնակամ կառուցվել է եւ դրա շրջանակներում են նաեւ վարչարության արդյունքում ընդունվում են քաղաքապետի քանդման որոշումներ այն դեպքում, երբ որ գույքը այդ շինությունը ենթակա չէ օրինականացման, որտեղ օրենքը հստակ է ասում, եթե ենթակա է օրինականացման, օրինականացնում ենք, եթե ենթակա չէ, ուստի ենթակա է ապա մոնտաժման։ Հետևաբար ինչ է տեղի ունենում։ Ինքը ինքնակամ շինություն կառուցողը դիմումը ներկայացնում է, իր դիմումի քննարկման արդյունքում, եթե դիմումը մերժվում է, հետևաբար ընդունվում է հաջորդ իրավական ակտը Երևանի քաղաքապետի որոշում, որի հիման վրա իրականացվում են քանդման աշխատանքները։ Մենք ինչ շահփորոշիչներով է քննարկվում։ Ես հիմա ունեմ ապօրինի շինություն եւ ուզում եմ դա սեփականացնեմ։ Ավտոտնակ։ Օրինակ կամ ավտոտնակ չէ, ուրիշ օրինակ։ Սա խոսում ենք օրինակներով, չունեմ ավտոտնակ։ Ասեմ, ուրեմն Երևանի քաղաքապետանի կողմից ավտոտնակի իրականացման որևէ դեպք մենք չունենք արձանագրված ու խոսենք 25 թվականի մասին, կարող ենք ասել նաև 24-ի մասին, 23-ի մասին։ Այսինքն վերջին տարիներում Երևանի քաղաքապետանի կողմից ավտոտնակի իրականացման որևէ դեպք չունենք արձանագրված։ Եթե կան այդպիսիք, դա ուրեմն եղել է դատական ակտերի հիման վրա։ Այսինքն կողմը դիմել է դատարան, դատարանը որոշել է, որ այո, այդ ավտոտնակը ենթակա է օրինականացման։ Ինչի չի օրինականացվում ավտոտնակները, որովհետև իրենք մեծ մասը բակային տարածքներում են կառուցված, մեծ մասը կառուցված են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող չափորոշիչներով, հետևաբար ավտոտնակների օրինականացում որպես այդպեսին չեն կանում։ Բացի այդ, դա հետագայում խնդիրներ է առաջացնում նաև բակային տարածքների բարեկարգման ծրագրերի շրջանակներում որոշակի գործողություններ իրականացնելուց։ Եթե մենք օրինականացնում ենք, հետո այդ շինությունները խանգարում են, որպեսզի այդ բակերը բարեկարգվեն։ Այդ ավտոտնակների մասով, իսկ առանձին միավորներ, որպես այդպիսին շինությունները, այո, օրինականացման ենթակա են այն շինությունները, որոնք որ քաղաքաշինական որևէ նորմի խախտումով չեն իրականացվել այլ անձանց իրավունքները խախտելով, չեն իրականացվել, չգիտեմ, կոմունիկացիոն ինչ-որ գծերի վրա, որտեղ մենք ունենք շինություններ, ունենք ավտոտնակներ Երևան քաղաքում, որոնք որ իրականացվել են ժամանակին, հետո բանից պարզվել է, որ այդ ավտոտնակի տակով անցնում է ինչ-որ ջրագիծ, որը ինչ-որ մի ամբողջ թաղամասի ջրագիծ է եւ վթարի դեպքում այդ շինության սեփականատեր չէ, փաստացի տիրապետողի հետ մենք ունենում ենք խնդիրներ, այսինքն դուռը բացելու կամ ինչ-որ ձևով հարցին լուծում տալու համար։ Դրա համար մի քիչ ավտոտնակների հետ կապված խնդիրները ավելի շատ են, որովհետև բակային տարածքներում այդ կառույցները, որ իրականացան, այդտեղ նախատեսված չի եղել երբևիցե, որ պետքա շենք շինություններ լինեն։ Իսկ այն մնացած առումով կարող եմ ասել, մենք նախորդ տարի սեփականության իրավունքով հողամասերի վրա շուրջ 200 շինություն օրինականացվել է։
շուրջ 150 շինություն օրինականացվել է համայնքային հողամասի վրա իրականացված շինությունների նկատմամբ, ճանաչվել է դրանց իրավունքը, որը հետագայում նաև գրանցում է ստացել դա կադաստրում։ Հրաշալի է։ Քանդման աշխատանքներ Երևանում նայեք, նախորդ տարի ընդհանուր թվով մենք շուրջ 500 ապամոնտաժման աշխատանքներ ենք իրականացնել, ու դրանք տարատեսակ են, եւ շինություններ են քանդվել, եւ տարածքներ են բացազատվել, որից շուրջ 110-ը իրականացվել են Երևանի քաղաքապետի որոշման համաձայն, մնացածը առանց որոշման են իրականացվել, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից են իրականացվել Երևանի քաղաքապետանի համապատասխան ստորաբաժանումների, ինչու՞ չէ նաև իրավախախտում կատարած անձանց կողմից, այսինքն բացատրական աշխատանքների արդյունքում, այո, մենք ունենք ենք դեպքեր, երբ որ հենց ինքնակամ կառույց իրականացնողները կամ իրավախախտում կատարողները իրենց նախաձեռնությամբ հետևանքները վերացնում են։ Կարևոր է նաև իմանալ հեռուստադիտողների մեր ինչ վերջնաժամկետ ունեն դիմում հայտ ներկայացնելու համար, սեփականաշնորհելու համար ինքնական շինությունը։ Ես խնդրում եմ, որպեսզի իրեն ճիշտ ընկալում լինի, այստեղ սեփականաշնորհման ժամկետի մասին խոսք չի գնում, որտեվ այդ սեփականաշնորհման իրավական ակտը ինքը երբեք չէր կասեցվել, ինքը միշտ գործել է, գործում է եւ դեռ գործելու է։ Ժամանակը հատկացված է ընդհանրապես գույքը հաշվառելու համար։ Այսինքն մեր համակարգացիները, ովքեր որ ունեն ինքնական կառույցներ, նրանք ընդհանրապես, եթե ցանկություն ունեն հետագայում դա օրինականացնելու, նրանք ընդհանրապես պետք է հաշվառեն, ժամկետը հաշվառման համար է։ Հաշվառումից հետո արդեն իրենք պետք է որոշեն դիմեն Երևանի քաղաքապետարան դա օրինականացնելու համար, թե չէ, որտեվ մենք այս արդեն 2 տարի է Երևանի գլխավոր հատակագիծն է նաև հաստատվել եւ դրա արդյունքում այո հողի նշանակությունները բավականին մեծ փոփոխության են ենթարկվել եւ եթե մի 7-8 տարի 10 տարի առաջ, այսինքն պայմանական ինչ որ մի շինություն, որը որ ենթակա էր օրինականացման, այսօր այդ հողամասի նշանակությունը փոխվել է եւ այդ շինությունը արդեն ենթակա չէ օրինականացման։ Դրա համար պետք է իրենք էլ իրենց, չգիտեմ, չափագրություն իրականացնող սուբյեկտների հետ քննարկեն, տեսնեն, գլխավոր հատակագծով ենթակա չի, նոր դիմեն արդեն Երևանի քաղաքապետարան։ Բայց հաշվառման համար է սահմանված ժամկետը, ոչ թե ինքնական կառույցները օրինականացնելու։ Հետաքրքիր է ինչ եք կարծում, ինչպեսի տեսք ունենա մեր մայրաքաղաքը մի 5 տարի հետո, երբ որ այս ապօրինի կառույցների ապամոնտաժման քաղաքականությունը շարունակվի եւ հասնի իր գոհ նպատակին։ Ուրեմն արդեն բավականին երկար տարիներ ես տեսնում եմ փոփոխությունները եւ այդ փոփոխությունները լինելու են, ես համոզված եմ, որ լինելու են։ Դա ժամանակն է թելադրում, այսինքն մենք 10 տարի առաջ նախորդ տարի այն կրպակները, որոնք ապամոնտաժվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանի կենտրոնում 10 տարի առաջ որևէ մեկը չէր պատկերացնում, որ այդ կրպակները կարան խանգարեն կամ դրանք վերջո կապամոնտաժվեն, բայց այսօր եկել է ժամանակը, որ ժամանակը ինքը արդեն թելադրում է, որ այո, դրանք պետք է ապամոնտաժվեն։ Եվ դրանք ապամոնտաժվեցին, եւ մենք տեսնում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ այդ կրպակների մեծ մասը ժամանակին տեղադրվել են հետիոտնի համար նախատեսված մայթերի վրա։ Ժամանակին չենք ունեցել այդ շատ, չգիտեմ, հյուրեր քաղաքում, մարդկանց անցուդ արծը այդքան շատ չէ, մենք չենք զգացել, որ դա մեզ նեղություն է տալի։ Այսօր բացի են, որ նեղություն է տալի, նեղություն եմ խնդրում ընդհատելու համար։ Բացի են, որ նեղություն է տալի, նաև մեր տեսքն է գցում Երևան քաղաքի։ Այ հենց այդ տեսքի մասն էի ուզում ասել, որ մենք վստահ ենք, որ մենք շատ կանաչապատ եւ մաքուր ազատ մայթերով, փողոցներով քաղաք կունենանք,
Այս թեման այնքան հետաքրքիր է, ես առաջարկում եմ, որ մենք նորից հանդիպենք, եթե ինչ-որ կիսատ բան թողեցինք, չհասցրեցինք դրացնել, ուղղակի մեր ժամանակն է շատով։ Մեծ սիրով ձեզ հրավիրում ենք եւս մեկ անգամ կարող եք գալ, միասին նստենք ու ավելի մանրամասն նորից շարունակենք խոսել։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ էլ շնորհակալություն, համոզված եղեք, որ այո, Երևան քաղաքը կունենա այն տեսքը, որ մենք ակնկալում ենք։ Տեսնենք բոլորս։ Շնորհակալություն պարոն Խոջայան, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։